Ըստ ձեզ նա կհաջողվի մարդկանց մտքից ջնջել Արցախի մասին բոլոր հիշողությունները, մոռացության տալ Արցախը։ Մարդկանց հայրենիքը մոռացության չեն կարող տալ, ինչպես կարող են տալ։ Նայեք, մի հատ, եթե դեմ չեք, թող օպերատորները ցույց տան ինչա կատարվում այնտեղ։ Այս պահին տեսեք երեխաները ինչ են անում։ Սա է ցուցիչը, որ ոչ մեկ չի կարող մոռանալ տալ։ Տեսեք։ Հիշեք, որ Նիկոլ Փաշինյանն էր, որ ասում էր Արցախը Հայաստան է Եվրոպա, եւ հիմա ասում են դա իրենց սխալն էր, որ Ղարաբաղը ճանաչում էին Հայաստանի կազմում, եւ դա եղավ ցուցիչը, որ Իսկ մեր սխալը որն էր։ Մեր սխալը երևի էր, որ իրենց վստահեցինք մեր երկրի անվտանգությունը։ Մեր սխալը պետք է որ առաջ դզենք, որ այլևս էլ չվստահենք իրենց մեր երկրի անվտանգությունը, որովհետև ամեն անգամ սխալ կատարելուց հետո իրենք ասում են սա եմ սխալվել, հետո ասում են եւս մեկ անգամ սխալվեցինք, չի կարելի ներել այդքան սխալներ, եթե այդ սխալները արժեք ունեն, իսկ արժեքը հազարավոր զոհերն են։ Պարոն Կարապետյան, քարոզարշավի առաջին օրը Փաշինյան մարզերից ենք սկսելու եւ նաեւ այս համատեքստում անգեղակոթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը եկել իրենից առաջ Բրեժնևն էին ասֆալտ տարել։ Այս հարցության մեջ կգնահատեք քարոզարշավի նաեւ մեկնարկը։ Սիսիանի շրջանը, անգեղակոթը, բռնակոթը, Սիսիանը Հայաստանի ամենամեծ գործազրկությամբ շրջաններից է։ Մարդիկ, երբ մենք գնացել էինք այնտեղ, աղքատություն էր, մասսայական, անգամ անասնապահություն էին դադարել զբաղվել։ Ինչի մասին է խոսքը, ինչ ռեմոնտ, ինչ ասֆալտ։ Մենք պետք է մարդկանց աշխատանքով ապահովենք եւ ունենք ծրագիր Սիսիանի շրջանի եւ Սիսիան քաղաքի եւ հարակից գյուղերի հետ կապված։ Այսօր երեկոյան լինելու ենք այնտեղ եւ պատմելու ենք, թե ինչ ծրագիր ունենք Սիսիանի եւ հարակից գյուղերի բնակչության զբաղվածության հետ կապված, որպեսզի մարդիկ արտագնա աշխատանքի չգնան, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ ապրեն։ Իսկ ինչ վերաբերում է պարտք վերցնել, ռեմոնտ անել, դա բոլորը կարող են։ Իսկ ինչպես եք գնահատում այսօր իշխանության եւ հասարակության հետ կապը, շփումը, դուք էլ նույն կերպ եք շարունակելու շփվել, թե ինչ որ կառույցներ կլինեն, որ ավելի այսպես մասսայական, ոչ անձնապես նամակով կդիմեն կամ այսպես հանդիպումների ժամանակ, ինչպես եք պատրաստվում։ Տեսեք, Հայաստանում իշխանությունները ընդհանրապես բավականին այդ առումով դինամիկ կապ կա հասարակության հետ եւ տարբեր հարթակները որ կան, դա դինամիզմ է ապահովում, ինչը մենք չենք կարող չնկատել։ Դա պետք է շարունակվի, դրական է այդ հարցը։ Ապագայում, բայց պետք է լինի, տեսնեք ինչքան խնդրանքներ կան անձնական։ Անձնական խնդրանքների ուղղությամբ պետք է լինի առանձին գրասենյակ, որը զբաղվում է մարդկանց անձնական խնդրանքներով։ Հիմա էլ կա, գիտեմ, բայց աշխատանքի ձևը մի քիչ ուրիշ ձև է։ Մի քիչ երկար պատմություն է, որ ներկայացնեմ, բայց մարդկանց հազարավոր հայրենակիցներ ունեն խնդրանքներ։ Դրանք կազմակերպելու համար պետության ղեկավարը պետք է ունենա առանձին գրասենյակ, որը հենց զբաղվում է այդ խնդրանքների իրականացմամբ, որոնցից մեծ մասը ուղղակի տեխնիկական հարցերի լուծում են, այլ ոչ թե ինչ-որ մեծ ռեսուրսատար բաներ պետության համար։